Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1551-րդ օրն է։ Այսօր մտադիր էի ձեր ուշադրությանը ներկայացնել հարցազրույց Հայաստանի երկու քաղաքական գործիչների հետ, սակայն Պուտինի գիշերային հիստերիայի պատճառով մտածեցի, որ պետք է ձեզ մի քանի բառով պատմեմ Պուտինի հերթական վախկոտ արարքի մասին, որը նա իր ժողովրդին իհարկե կվաճառի որպես հաղթանակ։ Երեք Հակոբյան լայվ ալիքով անդրադարձավ այն թեմային, որ Պուտինը առաջին անգամ արձագանքեց ուկրաինական հարվածներից եւ ասացի, որ նա սադրանք է նախապատրաստում։ Հասկանալի է, չէ՞, Պուտինը լռում էր Տուապսեին, Մոսկվային եւ Ռուսաստանի այլ տասնյակ քաղաքներին հասցված մեր բազմաթիվ հզոր հարվածներից հետո ու հանկարծ խոսեց Ուկրաինայի Լուգանսկի մարզի մի փոքրիկ քաղաքի մասին։ Դա նշանակում էր, որ այսպես ասած ցուցադրական ելույթ է նախապատրաստվում։ Կիևին այսօրվա հարվածի ցուցադրական բնույթը կայանում էր նաեւ նրանում, որ ռուսները փորձում էին գոնե ինչ-որ մի բան վնասել Կիևի յուրաքանչյուր շրջանում եւ մարզում, որպիսի պատկերը ավելի իրենց համար լավը ստանան։ Ձեր էկրաններին այդպիսի հարվածներից մեկն է, YouTube-ում գիտեք, շատ զուսպ նկարներ եմ դնում։ Օկուպանտները հրթիռները արձակում էին հենց խաղաղ քնած ուկրաինացիների տների վրա։ Ավելի շատ կադրեր մենք տեղադրել ենք մեր Telegram-յան ալիքում, այստեղ կսահմանափակվեմ միայն մեկ լուսանկարով։ Ռուսները իրենց ալիքներում իհարկե փորձում են պարծենալ, թե իբր հարվածել են ռազմական թիրախներին, բայց թե ինչ ռազմական բան էին նրանք փնտրում կիևցիների բարձրահարկ բնակելի շենքերի բնակարաններում, մետրոյի կայարաններից մեկի ելքին հարվածելով կամ ելքին կից առևտրի կենտրոնում կամ Մակդոնալդս ռեստորանում կամ Լուկյանովկայի բանջարեղենի շուկայում, պարզից պարզ է, որ իրենց առաջադրանքը ահաբեկչությունն էր, հատկապես ՄԱԿ-ից եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ից հստակ գնահատականի բացակայության պայմաններում Լուգանսկի մարզում մեր հարվածի առումով, հատկապես տպավորվողների համար արդեն երրորդ անգամ օգտագործվեց այսպես կոչված արեշնիկը, որը ստեղծված էր միջուկային զենք կրելու համար, բայց քանի որ այսօրվա Ռուսաստանը տեխնոլոգիապես դեռ չի կարողանում դա կազմակերպել, նրանք ավելի մեծ տպավորություն թողնելու համար ըստ էության դատարկ այդ բալվանկաները օգտագործեցին ահարկու հրթիռի քողի տակ։ Ամենահետաքրքիրն այն է, որ հաղորդվել էր երկու օրեշնիկի մեկնարկի մասին, դրանց միջև գրեթե 1 ժամյա ինտերվալով։ Իսկ այսպես կոչված արեշնիկի մասերի անկումը ֆիքսվել է միայն մեկ դեպքում։ Ամենայն հավանականությամբ առաջինը չի կարողացել թռչել կամ ճանապարհին միտեղ Ռուսաստանում է ընկել, դեռ պարզ չի։ Դա այսպիսին է ռուսական իրականությունը, ուզում են երևալ որպես օրեշնիկի տերեր, բայց իրականում դա հում տեխնիկական որոշում է։ Սպասենք, լսենք, թե ինչպիսին կլինի պաշտոնական տեղեկատվությունը, բայց մոնիթորինգային ալիքները, որոնցով մենք առցանց հետևում ենք ռուսական դրոններին եւ հրթիռներին, հայտնում էին այսպես կոչված արեշնիկի երկու արձակման մասին տարբեր ժամերի։ Ուկրաինական ՀՕՊ-ը գերազանց աշխատեց, փրկելով հազարավոր կյանքեր։ Նախնական տվյալներով Ուկրաինայի ՀՕՊ-ը խոցել եւ ճնշել է հակառակորդի 604 թիրախ, որոնցից 55-ը հրթիռներ էին, դրանցից 11-ը բալիստիկ եւ 44-ը թևավոր եւ տարբեր տեսակի 549 դրոններ, Ռուսաստանի կողմից օդային հարձակման 690 միջոցներից։ Մեր եթերի պատրաստման պահին մայիսի 24-ի կեսօրվա պաշտոնական տվյալներով Կիևին հասցված զանգվածային համակցված հարվածի հետևանքով զոհվել է 2 մարդ, իսկ տուժածների թիվը հասել է 62-ի, նրանց թվում 2 երեխա։ Տուժվածները վիրավորվածներ են տարբեր աստիճանի, մարդկա ապակուց է քերծվել, մարդկա հարվածի ալիքից կամ հրդեհից է վիրավորվել եւ հիվանդանոցում է հայտնվել։ Կիևի մարզում զոհվել է 1 մարդ, եւս 9 ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նորից հարյուրավոր միլիոնների հրթիռներ արձակեց Ռուսաստանը զուտ պատկեր ստանալու համար։ Իհարկե ուկրաինական զորքերը նման բաներով չի զբաղվում։ Դե իսկ քանի դեռ Պուտինը վախկոտաբար հարվածում էր Կիևի խաղաղ բնակիչներին ինչով կարող էր, Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնեց իրական կոնվենցիոն մարտական գործողությունների մասին։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են Սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության արտահանման հիմնական նավթային օբյեկտներից մեկին եւ ագրեսոր երկրի մի շարք այլ կարևոր թիրախների։ Մայիսի 23-ից 24-ը Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել ռուս օկուպանտների մի շարք կարևոր օբյեկտների, խոցվել է Տաման նեֆտեգազ նավթային տերմինալի նավթալցման կառամատույցը, որը Սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի նավթի արտահանման առանցքային օբյեկտներից է, վնասվել է նավթալցման կայանները։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։ Հարվածներ են հասցվել նաև Ղրիմում գտնվող զինամթերքի պահեստին, Լուգանսկի մարզում հակառակորդի նյութատեխնիկական միջոցների
զինամթերքի եւ քսայի ուղերի պահեստներին, ինչպես նաեւ դրոնների կառավարման կետերին Դոնեցկի մարզում, Ուկրաինայի օկուպացված տարածքներում եւ Ռուսաստանի Կուրսկի մարզում։ Բացի այդ, գլխավոր շտաբում հավելում են, որ մայիսի 23-ին Նովորոսիիսկ ռազմածովային բազայում խոցվել է Պիտլիվի բարեկային նավը եւ օդային բարձիկներով հրթիռային կացերը։ Տեղեկանքի համար ասեմ, որ Taman նեֆտեգազ տերմինալի հզորությունները տարեկան ապահովում են մինչև 20 միլիոն տոննա նավթի եւ նավթամթերքի փոխաբեռնում։ Այս օբյեկտը ներգրաված է ագրեսոր պետության բանակի մատակարարման մեջ։ Մեր Telegram-յան ալիքում մենք տեղադրել ենք նաեւ օկուպացված Մարիուպոլում, Մելիտոպոլում եւ Ռուսաստանի Վլադիմիրի մարզում բարի դրոնների աշխատանքի կադրերը։ Կարծում եմ ռուսական զանգվածային հարվածից հետո կհետևի առանձին պատասխան մեր կողմից։ Առայժմ պաշտոնական հայտարարություններ չկան, բայց կարծում եմ, որ նորությունների պակաս չի լինի։ 3 մարտի դաշտում տեղի է ունեցել 248 մարտական բախում, որոնց արդյունքում մեր պաշտպանները ոչնչացրել են եւս 1110 օկուպանտի։ Իրականում ռազմական նորությունները շատ են, մենք ամեն ինչ հրապարակել ենք Telegram-ում, իսկ ամենահետաքրքիրների մասին կհայտնենք մեր հաջորդ թողարկումներում։ Այս եթերը նախատեսվում էր թողարկել որպես հարցազրույց։ Ես պարզապես ներառեցի տեղեկատվական մասը Պուտինի կողմից Կիևի հիստերիկ հրետակոծության պատճառով։ Այս պահին այսքանը, սա ոչ առաջին եւ ոչ ցավոք վերջին հարվածն է։ Պատերազմը շարունակվում է, վնասված շենքերը ինչպես միշտ կվերականգնվեն, ցավոք մարդկանց կյանքը իդ չենք բերի։ Մեզ համար այդ 3 խաղաղ մարդու կյանքը թանկ է այն 1110-ից, որ ռուսները այսօր կորցրել են մարտի դաշտում։ Ինչևէ, այսպիսին է մեր իրականությունը։ Իսկ հիմա ձեզ ներկայացնեմ հարցազրույց Տիգրան Խզմալյանի եւ Հայկ Սահակյանի հետ, որտեղ նրանք կիսվել են Հայաստանում եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրենց տեսակետներով։ Հուսամ ձեզ դուր կգա։ Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր նորից հնարավորություն ունենք հարցազրույցի ֆորմատով եթեր կազմակերպել, հանդիպել ենք Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանին եւ բոլորին դեմ եմ ընտրություններին յուրահատուկ ձևով մասնակցող հարթակը ներկայացնող Հայկ Սահակյանին, ողջունում եմ, ուրախ եմ ձեզ տեսնել։ Բարևություն։ Ընտրաշավի ժամանակ ենք կազմակերպել մեր եթերը, բայց ինչպես միշտ խոսելու ենք արտաքին թեմաներից, դե ընտրությունները ինձ թվում է ինչ որ կերպ կանցնեն այս թեմաների մեջ։ Ուկրաինան ոչնչացնում է ռուսական նավթավերամշակման գործարաններն ու ռազմական օբյեկտները, ինչպես նաև կրակային վերահսկողություն է հաստատել դեպի Ղրիմ ցամաքային ճանապարհի վրա։ Ինչպես են այս իրադարձությունները Հայաստանում լուսաբանվում, ընկալվում, ինչ կարծիք եք այս քայլերի մասին։ Սկսեմ նրանից, ինձ է թվում ամենակարևորը։ Երբեք այդքան պարզ եւ ակնհայտ չէր, որ Հայաստանի ճակատագիրը, բացի հայ ժողովրդից, մեծապես կախված է նաև Ուկրաինայի հերոսական դիմադրությունից, որովհետև մենք ամեն օր ստանում ենք ապացույցները նրա, որ Հայաստանը եւ այս իշխանության օրոք մնում է նույն ռուսական գաղութը, բառացիորեն ժամեր առաջ իշխող կուսակցության երկու կարկառու ներկայացուցիչները, վարչապետը եւ արտգործնախարարը, հաստատեցին, որ մի շաբաթ առաջ Պուտինի արված առաջարկը նենք լկտի ցինիկ, բայց այնուամենայնիվ հրապարակային առաջարկը սկսել ապահարզան Ռուսաստանի եւ Հայաստանի միջև Երևանի համար անընդունելի է եւ այսօր Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ համարեց հաստատել, որ նա բոլոր նախորդ հայկական առաջնորդներից հաճախ է հանդիպել Պուտինին, ասել, որ շուրջ 200 անգամ է հանդիպել, ուրեմն նստած հաշվում է եւ որ Ռուսաստանը մնում է Հայաստանի քաղաքական, տնտեսական, ռազմավարական գործընկերը։ Այսինքն Պուտինը միջազգային հանցագործ, դահիճ, որի համար Ուկրաինայի նախաձեռնությամբ Եվրամիությունը ռազմական տրիբունալ է կազմակերպել, այլևս դա պաշտոնապես է, Փաշինյանի իշխանությունների համար մնում է ռազմավարական գործընկեր եւ ոչ մի ապահարզանի մասին խոսք չի գնում։ Ուստի մեզ համար բարձր վաղուց հույս ունեմ, որ հայ ժողովուրդը նույնպես կհասկանա, որ եւ նախկինները եւ ներկաները իրականում նույն ռուսական գաղութի նայողներ են, ոչ ավել, ոչ պակաս։ Այդպես որ Ուկրաինայի հարվածները մեր ընդհանուր գլխավոր թշնամու դեմ մեր պես մտածողների մոտ միայն հիացմունք եւ հույս են առաջացնում։ Ընդհանուր առմամբ համաձայնվելով գործընկերոջս հնչեցրած թեզերին, ուզում եմ մի բան ավելացնել, որ ոչ թե արտաքին դերակատարները չեն ուզում նկատել Նիկոլ Փաշինյանի հակառուսական չլինելը կամ դրա միայն հռետորաբանության մակարդակում լինելը, հա,
այլ ես կարծում եմ, որ արտաքին գրեթե բոլոր դերակատարներին ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի նման գործընկեր, այսինքն մարդ, ով հայկական շահը չի սպասարկում, ես սպասարկում եմ ցանկացած մեկ այլ գործընկերոջ շահ, ով ավելի ուժեղ ճնշում կգործադրի, ով ավելի այտենց բան կանի, մի խոսքով, արտաքին բոլոր դերակատարներին կարծես թե ձեռնտու է բացի հայ ժողովրդից։ Եվ Նիկոլ Փաշինյանը նաև շատ լավ կարողանում է մանևրել, եթե ճակերտյալ այդ մանևրերն ասենք, դրսի այդ բոլոր խաղացողների մեջ ում ինչ պետք է, ով ինչ ուզում է լսի նրանից, նա հենց այդտեղ ասում է։ Դրա համար ես կարծում եմ եվրոպացի մեր գործընկերներին շատ լավ իմանալով հանդերձ Նիկոլ Փաշինյանի այդ ռուսական ծիրուն գտնվել է իր քաղաքականության ոչ ռետորաբանության մակարդակում, այլ իրական գործողությունների մակարդակում։ Մենք շարունակում ենք մնալ ռուսական քաղաքականության որպես շարունակվող յուրատու ձևի, բայց նրանք նաև ընդունում են իր այդպիսի լինելը, ինչպես ընդունում են օրինակ Իլհամ Ալիևի այդպիսի լինելը, ոնց ասեմ, ելնում են ըստ փաստերի, էլի, այդ ինչ ունեն դրա հետ գործում են, աշխատում են դրա հետ եւ յուրաքանչյուր իր շահերն է սպասարկում։ Հիմա այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը կերծ արմատամետ է խաղում, ինչպես Սերժ Սարգսյանն է խաղում 2013 թվականին, հա, ես ուզում հիշեցնել մեզ դիտող մեր հերոստատիտողներին, հա, մենք քիչ էր մնացել այդ Եվրոասոցիացիոնը ստորագրենք, հա, մեկ էլ այսպես մի ակնթարթում մենք դարձանք ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ եւ ես ամենևին չեմ զարմանում, եթե նույն բանը հենց հիմա տեղի ունենա մեր օրերում, հա, այսինքն նախընտրական տրամաբանության շրջանակներում Նիկոլ Փաշինյանը գնաց ամեն ինչ արեց, որ Հայաստանում տեղի ունենար բանը եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, միգուցե դրա հետ ինքը կապել չուներ եվրոպացիներն էին դա որոշել, բայց ինքը այդ հանգամանքը օգտագործեց ներքաղաքական նախընտրական շրջանակներում, հա, ցույց տալով, որ ահա մենք Եվրոպա մետ ենք, մենք Եվրոպա ենք գնում, հա, բայց իր գործողություններով ակնհայտ է, որ մենք շարունակում ենք մնալ, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ռուսական քաղաքական շահերի սպասարկման ծիրում եւ դա ցավալի է եւ դա հետևանքներ է ունենալու ճիշտ այնպես ինչպես հետևանքներ ունեցավ 13 թվականի Սերժ Սարգսյանի քայլը, երբ որ մենք չեվրոասոցիացվեցինք եւ դարձանք ԵԱՏՄ, դա ծանր հետևանքներ ունեցավ, դրա համար մենք ծանր գին ենք վճարել, նույն երբ ես կարծում առանց անհետևանք չի մնա նաեւ Նիկոլ Փաշինյանի այս վարկը։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի հաջողություններին, դա մեզ ոգևորում է։ Ես ինձ թույլ եմ տվել դեռևս 22 թվականին, հա, խոսել այն մասին, երբ որ պատերազմը նոր էր սկսվում, իհարկե դժվար էր այն ժամանակ կանխատեսելը, որ Ուկրաինան կարող է նման մեծ ռազմական հաջողություններ ունենալ, բայց ես ինձ թույլ տվեցի ասել, որ Ռուսաստանը այդ հարձակմամբ քաղաքակրթական պարտություն է կրել, ինչ շատ ակնհայտ էր, եւ դա բերելու էր Ռուսաստանի համար հետևանքների, հա, Ուկրաինայի համար հնարավորությունների եւ Ռուսաստանի համար հետևանքների։ Ես իհարկե չէի սպասում, որ դա շատ արագ տեղի կունենա, բայց դա ուրախալի է եւ ես հաջողություն եմ մաղթում ուկրաինացի ժողովրդին։ Մեր ընդհանուր ճշնամու դեմ պայքարի գործում էլ դա շատ կարեւոր է նշել։ Իհարկե մեզ մոտ այդտեղ մի քիչ այլ կերպ է լուսաբանվում այդ ամեն ինչ էլի պրոռուսական, հա, ասենց այդ դիրքով են նայվում, մեր լրատվամիջոցները ամեն ինչ անում են, ամեն ջանք անում են, որ այստեղ ռուսական նարատիվներ տարածվեն, հակաուկրաինական նարատիվներ տարածվեն, չնայած այն հանգամանքի, որ մենք եւ ուկրաինացիները այս պահին ունենք բնական շահեր, հա, ընդհանուր հակառակորդ ունենք եւ շատ բան ընդհանուր շահեր ունենք, բայց ես հուսով եմ, որ այս բլոկադան էլ, այս ինֆորմացիոն բլոկադան էլ կհաղթահարվի եւ մենք մեր բնական շահերը կարող ենք սպասարկել եւ համատեղ մեծ ձեռքբերումներ ունենալ։ Նաեւ ձեր միջոցով տեսել եմ, որ եթերներում Ուկրաինայից լուրերին է անդրադառնում։ Զելենսկին այցելեց Հայաստան, մեր դրոններից խոսք բացվեց, անմիջապես 3-րդ օրը Ալիևին Զելենսկին զանգով ասաց, որ համագործակցությունը դրոնային ոլորտում տարածաշրջանի այլ երկրների հետ է լինելու։ Ինչ զարգացումներ եք սպասում այս ուղղությամբ, պարզապես Հայաստանից հետաքրքրվել էին, թե կլինի գործնական քայլեր, գործնական միգուցե պատվեր, չգիտեմ։ Ստիպված եմ հիշեցնել, որ 2023 թվականի ամռանը ես կազմակերպեցի հանդիպում վարչապետ Փաշինյանի եւ Ուկրաինայից եկած առաջարկի եւ այդ առաջարկը բերող մարդկանց հետ։ Ավելի ճիշտ հանդիպումը ես խնդրեցի Պաշտպանության նախարարության եւ համապատասխան ատյանների հետ, անձամբ Փաշինյանի միջոցով։ Այդ ժամանակ մենք հանդիպում էինք դեռ արտախորհրդարանական հարթակով,
ամիսը մեկ եւ ես շտաբ դիմեցի Փաշինյանի խնդրանքով, որ Ուկրաինայից գալիս է ռազմավարական կարևորություն ունեցող առաջարկ, նա շատ օպերատիվ կերպով հանձնարարեց կազմակերպել հանդիպում 3 բարձրաստիճան պաշտոնյաներ, որքան հասկանում եմ ազգային անվտանգության ծառայությունից էր մեկը, մյուսը բնականաբար Պաշտպանության նախարարությունից եւ գիտական շրջանակներից եւս մեկը, այսինքն բավական ներկայացուցչական պատվիրակություններ ընդունել մեզ այն մարդունով բերել էր առաջարկը, իսկ առաջարկը Ուկրաինայից այն էր, որ 23 թվականի ամռանը Ուկրաինան առաջարկում էր Հայաստանին օգնություն, ուղիղ օգնություն դրոնների արտադրության եւ դրոնների օպերատորների պատրաստման, խոսքը գնում էր մի քանի տասնյակ հայ զինվորների բերել Ուկրաինա նախապատրաստելու համար եւ հենց Հայաստանում կազմակերպել FVP ուկրաինական արտադրության դրոնների պրինտերային արտադրություն 3D պրինտերային ինձ հասկանալի էր որ սա աննախադեպ եւ ռազմավարական առաջարկ է որը գալիս է ուկրաինական բանակի եւ ղեկավարության ամենաբարձր ատյաններից, որտեղ պատերազմող երկիրը նման ինքնագործունեություն բնականաբար չեր անի, դա շատ բարձր մակարդակով էր, միգուցե ամենաբարձր մակարդակով էր արված, այնչու ես դիմեցի ուղիղ երկրի ղեկավարին, ցավոք պետք է նշեմ, որ այդ շատ խոստումնալից առաջարկը, որը 3 տարի առաջ էր արված, ոչ մի արդյունք այն ժամանակ չտվեց, այսինքն ես չգիտեմ ով էր պաշտպանության նախարարությունում կամ ԱԱԾ-ում կամ վարչապետի աշխատակազմում ընդունել որոշումը, բայց փաստը մնում է փաստ։ Մենք 3 տարի առաջ կարող ենք Ուկրաինայի հետ համագործակցել անօդաչու թռչող սարքերի, հարվածային սարքերի, զանգվածային արտադրության գործում։ Ասում եմ դա ցավով, դա տեղի չունեցավ։ Այդպես որ ինչ կարելի է ասել հիմա։ Սա իմիտացիա է պաշտպանական ջանքերի, անվտանգության, ուղղված գործունեությանը։ Մեզ կարող են ասել, որ այո, մենք էլ ենք դա անում, բայց ես ուզում եմ ասել, որ այստեղ խոսքը ոչ միայն եւ ոչ այնքան դրոնների մասին է։ Խոսքը Ուկրաինայի հետ 2023 թվականին ռազմավարական համագործակցություն ամենազգայուն պաշտպանական մասում կազմակերպելն էր եւ նման շանս տրվում է մեկ անգամ միգուցե ոչ մեկ ավելի հաճախ բայց դա եզակի հնարավորություն էր եւ ես կարծում եմ որ հենց այն հանգամանքը որ Հայաստանը եղել է եւ մնում է ռուսական վերահսկողության տակ հատուկ ծառայությունների ռուսական գաղութ դա էլ թույլ չտվեց մեզ 3 տարի առաջ անել այդ կարևորագույն քայլը, որը կփոխեր եւ պաշտպանական, եւ քաղաքական, եւ մեր ընդհանրապես աշխարհաքաղաքական դիրքը եւ հնարավորությունները։ Այսքանը։ Ուրեմն ես մի քանի անգամ փորձել եմ աշխատել մեր ռազմարտունաբերության կոմիտեի հետ, եղել են նախաձեռնություններ, եւ դրոնային եւ ոչ դրոնային, ովքեր կային քաղաքացիներ կային, ովքեր պատերազմից հետո գնացել են տեսել են ինչ-որ տեղի ունենում, 20 թվական եւ իրենց յուրատուկ մտքերով, որոշակի ինչ-որ լուծումներով եկել են ինչ-որ համարյա ամբողջական պրոդուկտով, եւ մենք այդ առաջարկներով գնացել ենք ռազմարտունաբերության կոմիտե եւ ցավոք սրտի դրանք բոլորը իջիկ են դարձել, ասենք եւ ես կարող եմ հիմա ինձ թույլ տալ ասել, որ մենք դրանք ոչ թե կորսված պարզապես հնարավորություններ են կամ իմիտացիա է մեր կառավարությունը փորձում անել, այլ ավելի վատ բան է անում, ինքը մեր հնարավորությունները եւ մեր ռեսուրսները ոչ արդյունավետ է օգտագործում։ Մենք նա կարող են միլիարդավոր դոլարներ տալ եւ գնել, ասենք ինչ-որ բան ոչ այժմեական, ոչ արդիական նշանակության ինչ-որ զենքեր գնել կամ պատվիրել ինչ-որ ահռելի քանակ ինչ-որ բաներ, բայց չգնել հենց հիմա ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում բանը երևացող, ակնհայտ երևացող, այդ դրոնային պատերազմի, որը բան անում չէ, էական փոփոխություն է մտցրել պատերազմի տրամաբանության մեջ։ Մի քանի անգամ մենք տեսանք, գրեթե ամեն 6 ամիսը մեկ կամ տարին մեկ ուկրաինացիները որոշակի նորամուծություններ են անում, բաներ են անում այդ ոլորտում եւ այլ ավելի մեծ, այլ ավելի ջախջախիչ, այլ ավելի հեռահար հարվածներ են հասցնում Ռուսաստանին եւ այն Ռուսաստանին, որի մասին բանը մարդիկ ստե խոսելիս ասում են, չէ, բան
միջուկային գերտերությունն է եւ այլն, մի քանի անգամ մեծ աշխարհամնամեծ պետությունն է եւ այլն, բայց մենք տեսնում ենք, եթե կա կամք, կա ցանկություն, կա չպարտվելու եւ պայքարելու ցանկություն, մարդիկ լուծումներ գտնում են եւ ոչ միայն պարզապես լուծումներ են գտնում, այլ նրանց օգնում են կան շահագրգռված կողմեր, ես օրինակ հիշում եմ այդ Սարդոստային օպերացիան, որը կարծեմ առաջին անգամ էր, որտեղ լավագույնս բանը կիրառվում էր արհեստական բանականության եւ դրոնների համատեղելիությունը կամ այդ բան։ Մի խոսքով ուկրաինացիները այստեղ լիքը նախաձեռնություններ են ցուցաբերում եւ դա ուսանելի է, դա շատ կարեւոր է մեզ համար, մենք նայենք դրանց հետեւություններ անենք, բայց վստահ չեմ, ոչ թե վստահ չեմ, որ մեր պետությունը դրանք չի օգտագործի, այլ ես վստահ եմ, որ պետությունը չի օգտագործի այդ հնարավորությունը, քանի դեռ մեզ կառավարում են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր առաջնորդով եւ հետեւաբար նրանցից պետք է ձերբազատվել, որովհետեւ մենք կարողանանք լայն այս աշխարհում տեղ ունեցող այս մեծ փոփոխություններից օգտվել, ամբողջությամբ օգտվել եւ մեզ համար նոր հնարավորություններ ստեղծել, որը մեզ թույլ կտա մի քիչ ավելի այլ դիրքերից բանակցել եւ մեր հարևանների հետ եւ աշխարհի հետ, որովհետեւ այն ամեն ինչ տեղի ունեցել մեզ հետ այն դիրքերից, որ հանդես է գալիս հիմա կառավարող ուժը եւ Նիկոլ Փաշինյանը, դրանք ոնց որ իրենց պատկերացումների մեջ են տեղավորվում եւ դրանցից դուրս չեն գալիս, եւ այստեղ կարծում ավելացնելու այլ բան չկա, ուկրաինացիները լավագույն օրինակն են եւ նրանցից անգամ եթե չեմ սխալվում, անգամ ամերիկացիներն են փորձում բան անել, այդ ընդունել այդ օրինակը կամ մենք տեսանք, որ գնացին Պարսից ծոց, արաբներին առաջարկեցին իրենց անվտանգության երաշխիքները, եթե դա ասես չափազանցված չլինի, իսկ մենք շատ լավ գիտենք, որ այնտեղ երկար տարիներ, տասնամյակներ դա Ամերիկայի ազդեցության գոտիներ, ամերիկաներ այնտեղ անվտանգություն սփռում, մեկ էլ պարզվեց, որ Ուկրաինան, ով սրանց ընդամենը մի տարի առաջ, կես տարի առաջ օգնության կարիք ուներ հենց նույն Ամերիկայից, ինքը կարողանում է անվտանգություն արտահանել։ Դա այդ պետության քաշի կշռի դերակատարման մեծացման մասին է խոսում, որը բերելու է նաև աշխարհաքաղաքական նոր նվաճումների, Ուկրաինայի համար, եւ ես կարծում որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ուկրաինայի հետ հայ-ուկրաինական հարաբերությունները լավացնենք, որովհետև եթե նույն կարգավիճակում ենք մենք, որպես ազգ, որպես պետություն, իրենք էլ են ագրեսորի դեմ պայքարում, մենք էլ ենք ագրեսորների դեմ պայքարում, մեզ դրա նույն Ադրբեջանը եւ Ռուսաստանը նույն հռետորաբանությունն են օգտագործում մեզ դեմ, ինչ որ ռուսները օգտագործում են Ուկրաինայի դեմ, այդ դենացիֆիկացիան, բանը, այդ ինչ որ ասում են, այդ նույն բանը հենց հիմա Ալիևը կիրառում է մեր դեմ։ Մենք տեսնում ենք, եթե Ուկրաինան պարտվեր, մենք մեր մաշկիվը զգում ենք, թե ինչ էին անելու ռուսները Ուկրաինայում, ցավոք սրտի Ադրբեջանը հասել է այդ հաջողություններին, ոչ առանց Նիկոլ Փաշինյանի կառավարող խմբակի իհարկե մասնակցությամբ, եւ նորից եմ կրկնում, մենք պետք է նայենք արդեն հաջող օրինակներ եւ նրանցից դասեր քաղել։ Որ այդքան էլ բարձ չէ իրականում, եթե բան անենք, ամենևին այդքան բարձ չէ, ամենևին դրա համար միլիարդավոր դոլարներ կամ չէ, ահռելի մեծ տնտեսություն հարկավոր չէ։ Այո, ծախսատար է, բայց ոչ այտենց տրիլիոնների մասին չենք խոսում, այնինչ կարողանում է իրեն Ադրբեջանը թույլ տալ, ակնհայտորեն նույնը մենք կարող ենք թույլ տալ։ Ասեմ ավելին, արհեստական բանականության ոլորտում մենք ունենք որոշակի համաձայնություններ նույն այնց ամերիկյան կողմի հետ, բայց մենք կարող ենք օգտվել նաև ֆրանսիական կողմի հետ սերտ հարաբերություններ կարող ենք ունենալ, նրանք բազմիցս այդ առաջարկներով հանդես են եկել։ Լեհաստանը այստեղ ակնհայտորեն շահագրգռվածությունը դրսևորում, ես հիշում եմ Լեհաստանի նախագահը, որ եկել էր, ռազմական շորեր հակել եւ գնացել էր հայ-ադրբեջանական սահմանին, հերադիտակով նայում էր դեպի այն կողմը, դա հենց այնպես չեն անում, էլի, հենց այնպես չեն անում, դա ժեստը, դա թաքնված տողատակի ունեցող այդ ասելիքներն եւ այլն։ Մենք եթե ինչ-որ քաղաքականություն վարենք, արտաքին քաղաքականություն, մենք անպայման կունենանք դաշնակիցներ, նաեւ չմոռանանք նաեւ Հունաստանի մասին, նույններն են շատ շահագրգռված, Կիպրոսի մեր գործընկերներն են շատ շահագրգռված այդ առումով։ Այսինքն հնարավորությունները լայն են, մեծ են, մենք ուղղակի այդ մասին կարծես թե լռում ենք։ Մինչելոց Զելենսկու այցի թեման շարունակելով ասեմ, որ Ուկրաինան տարածաշրջան է մտնում, դրանից առաջ եղել էր այց Ադրբեջան, Երևանում 5 տարի ընդմիջումից հետո հանդիպում էր եղել նաև Վրաստանի ղեկավարության հետ, ընկալվում է Հայաստանում, որ տարածաշրջան է մտնում Ուկրաինան, կամ ընդհանրապես ես լրատվական դաշտում նայեցի, որ Հայաստան-Եվրամիության սամիթի լուսաբանումը Երևանյան դիալոգ միջոցառման լուսաբանումը կարծես լրատվական դաշտը պատրաստ չէ իմ ընկալմամբ։ Միգուցե ես ինչ-որ բան բաց եմ թողել, դուք ասեք։ Ես տեսա, որ մեր մոտ եթե նման միջոցառում է լինում,
առնվազն լրատվամիջոցների 1/100-ը անդրադառնում է, իսկ 1/100-ը դա բազմամիլիոնանոց աուդիտորիա։ Հայաստանում ես երևի թե մի 5 լրատվամիջոց չգտա, միգուցե ես տեղները չգիտեմ, դուք ասեք։ Ես միգուցե մի քիչ կտրուկ ձևակերպեմ պատասխանս։ Հայաստանում չկա լրատվական դաշտ, տեղեկատվական դաշտ Հայաստանում չկա։ Այն, ինչ մեզ մոտ համարում են տեղեկատվություն կամ լրատվություն, դա իրականում քարոզ, քաղաքական քարոզ, որովհետև Հայաստանը վերին աստիճանի պառակտված հասարակություն է։ Ես իմ կյանքի ընթացքում չեմ տեսել այդքան պառակտված, այդքան իրար ատող եւ տրողված հասարակություն։ Բոլոր թերթերը եւ լրատվամիջոցները պատկանում են ոչ թե հասարակությանը, ոչ թե ժողովրդին, այլ այս կամ այն օլիգարխիկ խմբին, որտեղ եւ իշխանության ետևում կանգնած են օլիգարխները, կլանները օլիգարխական, իրանք ոչ միտեղ չանհայտացան, իրանք պարզապես ցուցանակները փոխեցին կամ դա էլ չարեցին, աճեցին, տրզեցին եւ ռուսական բնականաբար պրոռուսական ուժերի ետևում կանգնած է գլխավոր օլիգարխը, գլխավոր մենաշնորհը, որը գործում է Հայաստանում, դա Ռուսաստանն է։ Այդպես որ մամուլը ցավոք սրտի շատ քիչ բացառություններ կան, բայց նրանք այդքան քիչ են եւ աննկատ, որ հասարակությունը գրեթե չի հասկանում, թե որտեղ պետք է քաղել իրական լրատվություն։ Իսկ քարոզը օգտագործվում է մանիպուլյացնելու համար, վերջին օրինակը բերեմ։ Հանկարծ այսօր առավոտյան ինձ զանգում են, ասում են Տիգրան շտաբ միացրու հմեկը, նայիր ինչ են ասում։ Եվ այնտեղ գնում է հաղորդում, որ պարզվում է, որ Ռուսաստանի բոլոր կառույցները Հայաստանում հակապետական, հակահայկական որջեր են, եւ Россотрудничество, եւ Русская книга, Русская наука, если ինչ ֆլանֆստան, դեսպանատունը, տղեկ լուրջ, դուք նոր եք դա լսել, բա Պետրոս Ղազարյանը եւ նրա ցիտիկները տարիներ շարունակ ամեն պատե անպատե առիթով դեսպաններից, քաղաքական գործիչներից, նախագահներից հարցնում են ուղիղ կամ թարգմանիչների միջոցով, բա ինչ է տալուց մեզ Եվրոպան, բա ոնց կարող ենք մենք Ռուսաստանից պոկվել, բա չեք որ դուք եվրոպացիները ընդհանրեն ուզում եք մեզ պոկել եւ հակադրել Ռուսաստանին, այսինքն դուք չգիտեք, հա, որ ինչ է անում այստեղ Ռուսաստանը, ինչ դերակատարություն ունեն այս բոլոր կառույցները։ Մենք դա տարիներ ենք շարունակ ասում, մենք բողոքների ցույցեր կազմակերպում ենք տասնամյակներով։ Ուր եք դուք։ Հանկարծ այսօր հիշեցիք, իրականում ոչ, հետո պարզվեց, որ դա հմեկի հաղորդումն էլ չէ, դա ինսայդերի հոդվածն է, որը թարգմանեցին արագ եւ ներկայացրեցին որպես բացահայտում։ Ասեք խնդրեմ, կարելի է արտասվել հուզմունքից։ Էս է, եւ այս միջոցներով մանիպուլացնում են, բայց դա էլ չի ստացվում, որտեղ տեսեք, առավոտյան Ռուսաստանը մեր գլխավոր թշնամիներ հմեկով մի քանի ժամ անց կառավարության որոշմամբ Նիկոլ Փաշինյանը ինչ որ պիկապում կանգնած հայտարարում է, որ նա ամենահավատարիմ գործընկերն է Պուտինի, իսկ նրա արտգործնախարարը հայտարարում է, որ մենք չենք պատրաստվում քաղաքական ապահարզան բաժանում կազմակերպել Ռուսաստանի հետ։ Իմիջիալոց դա հենց Պուտինի առաջարկն էր։ Այսինքն տեսեք տղաներ, ոնց եք ու աղջիկներ, ոնց եք դուք աշխատում, ձեր հմեկը չի հասնում անգամ հետևել ձեր ելևեջներին, ձեր դեգերումներին, ձեր պատեպատ վազվզոցին, այդ առնետային վազքին, որովհետև դուք ոչ մի սկզբունք չունեք, դուք ոչ մի գաղափարախոսություն չունեք, միայն մեկն է ձեր կրեդոն, պահպանել իշխանությունը ցանկացած գնով, անգամ ազգային, գերագույն, պետական շահի գնով, այդ դրանք անում են դա եւ մամուլը բաժանված է ծառայելով կամ սրանց կամ նրանց։ Այդ առումով ես միանգամայն համաձայն եմ իմ գործընկերոջ կուսակցության կամ իրենց կառույցի այդ գաղափարին, հներին, նորերին, բոլորին դեմ ենք։ Այո, մենք պատահական չէ, որ միակ կուսակցությունը, որոնց հետ մենք պատրաստ ենք գնալ ընտրությունների, հենց բոլորին դեմն ենք։
դեմ բոլորին դեմ են կուսակցություններ։ Մենք չգնացինք միասին, որովհետև պայքարի միջոցները տարբեր ենք պատկերացնում, բայց թիրախը միանգամայն նույնն է։ Շնորհակալություն այդ հիշեցման համար, այդ շատ կարևոր անդրադարձ էր, բայց ես կուզենայի մի փոքր նաև անդրադառնալ բանին, այդ եվրոպական քաղաքական համայնքի լուսաբանման, այստեղ որ տեղի ունեցավ, դա շատ կարևոր իրադարձություն էր, այնտեղ շատ կարևոր մեսիջներ հնչեցին, կարևոր իրադարձություններ տեղի ունեցան, բայց այո, մեր լրատվական դաշտը բան էր անում, այդպես հիմնականում այդպես ռուսական կլիշեներով էր, բան շատ վախվորած էր, աշխատում են ավելի շատ վախացնեին, որ տեսեք, Զելենսկին եկավ, բայց ինչ ալենելու բա ոնց է մեզ վերաբերվելու բան, այսքան բան այդ ռուսասեր զանգվածը, հիմնականում բաներ անում թե հետո ոնց եք պատասխան տալու բա Պուտինի աչքերի մեջ ոնց եք նայելու մոտապես sense ինչ-որ բաների մասին էին խոսում եւ ու ինձ թվում է այդ մարդիկ տարբեր իրականության մեջ են ապրում էլի որովհետեւ մենք հենց հիմա նայում ենք հենց հիմա կարևոր իրադարձություն ունենում հա ռազմաճակատում կոնկրետ բեկումա տեղ ունեցել տրամաբանությունը հալրիվ փոխվել է ռազմաճակատի Ռուսաստանի դերը էականորեն ինչ ինքը սկսել է պատերազմը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի տեղն ու դերը աշխարհում փոքրացել է եւ ինքը գնալով ավելի փոքրանում է բայց այստեղ մարդիկ կարծես թե դա չեն ընկալում այդ չեն փորձում այդ բաներից այդ փոփոխություններ ընկալել բայց դա մի կողմ մենք այդ բանի ժամանակ նաեւ տեսանք թե ինչ ելույթով բացման խոսքով հանդես եկավ այստեղ հա Իլհամ Ալիևը ինչի ինձ համար ամենացավալին էր կոնկրետ հակահայկական նարատիվներով հանդես եկավ հա մեր ռազմագերիներին նա անվանեց ռազմական հանցագործներ եւ ներկաները գրեթե բոլորը ծափահարում են այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ լավ է որ գոնե բանը Մալթայի ներկայացուցիչը հա այնց ըմբոստացավ եւ բանը էցա կուլ չտվեց այդ ամենը հա այնց կշտամբանքով հանդես եկավ Իլհամ Ալիևի նկատմամբ կներեք աջան ճիշտ է նա Մալտայի ներկայացուցիչը բայց մի վարքյան նա իրականում Եվրոխորհրդարանի նախագահն է Ռոբերտա Մեցոլան նա Մալտայից է, բայց նա պարզապես ներկայացուցիչ չէ, նա ամբողջ Եվրոխորհրդարանի ղեկավարն է, այսինքն Եվրոպան ապտակեց իմիջիալոց եւ Փաշինյանին եւ Ալիևին, Փաշինյանը որտեվ նա է փաստորեն խոսք տվել եւ թույլ տվել։ Իհարկե, համաձայն եմ, այս առումով համաձայն եմ, այո, շնորհակալություն եք հիշեցման համար։ Շատ կարևոր էր, որովհետեւ դա ինձ համար օրինակ ամոթալի երևույթ էր, լսել, տեսնել նրա այդ բացման խոսքը այդ հանցագործի, ով էթնիկ զտում է իրականացրել, ով այդքան հանցագործությունների է կատարել բանալու, ինքը ինչ-որ տենց եվրոպացիներին ուզում է ինչ-որ բաներ սովորացնել, բան sense նորմալ չէ դա այդ ամեն ինչը։ Ինչևէ, բանից հա, տրամաբանությունից հա դուրս չգալու համար շատ կարևոր իրադարձություններ այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ Եվրոպան փորձում է գալ դեպի Կովկաս, մենք փորձում են անկախ ամեն ինչից հա նվաճել այդ նոր տարածքներ նվաճել, մենք տեսնում ենք, որ Ուկրաինան այո փորձում է նոր տարածքների համար կենսական ինչ-որ տարածքներ փորձում նվաճել, այդ թվում նաև Ռուսաստանի համար ավանդական հա համարվող տարածքներ է փորձում ներխուժել եւ իմիջիալոց երբ որ Երևանը եկել դրանից առաջ մի քանի օր առաջ ընդհանրապես Բաքվում էր գտնվում եւ ռուսական լրատվամիջոցները եւ պաշտոնական շրջանակները այդքան ցավոտ չէին բանը անդրադառնում Զելենսկու Բաքվի այցին, ինչքան ցավոտ որ նրանք վերաբերում էին Երևանյան այդ այցին, հա, դա շատ մի քիչ տարօրինակ էր, ինչը նաեւ պետք է դեռ հասկանալ, հա, փորձել վերլուծել եւ հասկանալ այդ ինչով է պայմանավորված։ Ես չեմ կարծում որ դա պարզապես այդ նախընտրական այդ Երևանյան նախընտրական տրամաբանության բանը մեջ էր, որ որպես ռուսական կողմից օժանդակություն Նիկոլ Փաշինյանին, ինչև է աշխարհը փոխվում է, աշխարհում փոփոխություններ են տեղ ունենում մեծ եւ մենք պետք է պատրաստ լինենք այդ նոր փոփոխություններին, դրանք կարող են նաեւ լինել շատ անակնկալ փոփոխություններ եւ իօգուտ մեծ փոփոխություններ նաեւ ես ինձ լիեմ բաներով էլի, այդպես նաեւ լավատեսությամբ, չնայած այսքան հորոտեսական հա տրամադրություններ են բանանում, բայց ամեն ինչ այդքան բաց չէ կարծես։ Հա, իմիջիալոց Հայաստանը եթե քաղաքական կամք ունենա, Ռուսաստանի դագաղի վերջի մեխը կարող է խփել, որովհետև Հայաստանը նրանք համարում են իրենց տարածքը, իսկ անկախության սիմվոլները Ռուսաստանը որպես ֆորմալ է անցալում, իրենք շատ են այդ թեմային անդրադառնում, բայց մոռանում են, որ հայ ժողովուրդը անկախության ձգտել է եւ իրենց համարելով չի։ Իմիջիալոց չի ուզում ընտրական այս բախերը լիներ, բայց հիմա դուք Հայաստան մեկ ապրում, դա ձեր կարծիքներն են, չգիտեմ, եթե ստացվի իշխանությունից մեկին հրավիրենք,
Միգուցե ես օրինակ կուզեի տեսնել մեր եթերում պատգամավորներին, ովքեր մասնակցել են Ղրիմի պլատֆորմում, հետաքրքիր էր ինչ հարցեր են բարձրացրել, որովհետև միայն մասնակցելով չի, պետք է հարցեր բարձրացվել։ Վերադառնալով Եվրամիություն Հայաստան սամիթին, ինչ տպավորություն կա, ռեալ առաջընթաց կա, թե պարզապես մի շարք միջոցառումներ էին իրար հետևից անցած, ինչելուց վերադառնալով նորից լրատվամիջոցներին, ասեմ, որ ես ուկրաինական ալիքներով էի նայում Հայաստանի միջոցառումը, որ իրենք թարգմանել էին անգլերենից, ամերիկյան, եվրոպական ալիքներից եւ ներկայացնում էին ուկրաիներեն լեզվով, բավականին հարուստ էր միջոցառումը, ցավոք որ դա մեր լրատվամիջոցների մեծամասնությունը չի ընկալել, որովհետեւ սա մեր հպարտությունն էր։ Երևանում հավաքվել էին բավականին հեղինակավոր մարդիկ, բավականին կարևոր մտքեր էին հնչեցնում եւ սա մեր երկիրը աշխարհում այլ կերպ ընկալելու հնարավորություն էր եւ իրենք պետք է մասնակցեին, ասենք, միայն հանրայինը չէր, հա, որ պետքա այդ բեռի վրա տաներ Armen Press-ը ինքնալից շատ լավ աշխատեց այդ օրերին, եթե մեզ լսում են ողջույն եմ փոխանցում, որովհետեւ իրոք ես գիտեմ ինչ դժվար է նման օրերին աշխատել է, ցեղասպանության օրն է շատ դժվար աշխատել սամիտների, ֆորումների, իսկ այդ օրերին 3 կարևոր միջոցառում էր եւ պատվով լրատվական բաժինը հանրայինի եւ Armen Press-ի, որ իմջելոց պետական շատ ժամանակ քննադատել եմ ես իմ գոլեգաներին, ծանոթ ենք դե բարձ ես Երևանից եմ բազում տարիների ծանոթ ենք, ես ազատ քննադատել եմ, իմջելոց լավ լուրել ասեմ, եկել էին այս վերջերս Ուկրաինա, Կիև, Լվով, Օդեսա եւ մեծ անհամբերությամբ սպասում եմ ռեպորտաժներին եւ համայնքի հետ հանդիպում եղել եւ հենց այն հարվածի օրն էր մեծ հարվածը, որ ռեկորդային հարված հասցրեցին ռուսները Կիևին, այդ օրը հայ լրագրողները Կիևում էին, կապի մեջ եմ եղել ամբողջ գիշերները, ոչ ոք չէր վախեցել, ոչ ոք պանիկա չկար, մարտական տրամադրվածությամբ, ինչը ինձ նույնպես ոգևորում էր, որ մերոնք վախեցող տեսակ չեն։ Տիգրան, հարի քեզանից սկսենք, ես բարդ բազմաշերտ հարցի պատասխանը։ Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանը որպես պետություն եւ ազգ կարող է պահպանվել միմիայն Եվրամիության կազմում։ Եվ ես առավել քան համոզված եմ, որ այդ գործընթացը անխուսափելի է։ Այնպես որ բոլոր այսօրվա, երեկվա եւ ցավոք սրտի նաեւ վաղվա ելևէջները ես դիտում եմ որպես ցավալի հետաձգում, որը պատճառում է մեզ ոչ միայն ժամանակի կորուստ, այլ նաեւ տարածքների կորուստ, նաեւ մարդկային կորուստներ։ Ես վաղուց եմ ասել, որ եւ դա իմ խորին համոզմունքն է, որ եթե մենք գնայինք այս ճանապարհով տարիներ առաջ, բոլորովին այլ կլիներ 20 թվականի պատերազմի արդյունքը։ Ընդհանրապես չէր լինի 23 թվականի ցեղասպանական հայաթափումը Արցախում, դա բացառված էր լինելու։ Կրկնում եմ, Եվրոպան դա հիմա էլ է տնդում։ Անկլավների հարցը, որ դեռ սպասում են որպես թաքնված ռումբեր եւ որոնք պայթելու են ընտրություններից հետո, այդ ամենը նույնպես չէր պայթելու մեր հոգիներում, մեր ոտքերի տակ, եթե այս բոլոր որոշումները չհետաձգվեին։ Այս իշխանության կամ հաջորդ ես որևէ հույս չեմ կապում Փաշինյանական ԿՊ-ի հետ, բայց գիտեմ, որ այնուամենայնիվ մենք կգանք, կհասնենք տեղ, որովհետև չկա այլընտրանք։ Ինչ վերաբերվում է Եվրավեհաժողովին Երևանում, այն ունի 2 կարևոր աստառ։ Մեկը միջազգայինն է, որը Երևանում ընդհանրապես չեմ նկատել։ Ես ուշադրություն եմ դարձնում, որ Եվրոպան ամենից հաճախ հիմա օրեր են անցել արդեն եւ նոր կարևորագույն իրադարձություններ են տեղի ունեցել, բայց իրենք հիշատակում են Երևանյան վեհաժողովը 2 շատ մեզ համար անսպասելի տեսակետից։ Պատմական էր այդ վեհաժողովին Կանադայի նախագահի վարչապետի Մարկ Քարնիի ներկայությունը, ընդհանրապես Կարնին կարևորագույն դերակատարություն իր վրա վերցրեց եւ նա Կանադային փաստորեն բերել է այնքան մոտ Եվրամիությանը, որ Եվրամիությունում ոմանք անգամ խոսում են Կանադայի մասնակցության, անդամակցության մասին։ Կարծում եմ դա դրան չի հասնի, բայց եւ Բրիտանիան
եւ Կանադան Երևանում ներկայացված էին ամենաբարձր մակարդակով եւ միջազգային տեսակետից սա անչափ կարեւոր էր Եվրամիության համար։ Չմոռանանք, որ այդ քաղաքական համայնքի երևույթը ընդհանրապես դա Էմանուել Մակրոնի նախաձեռնությունն է, դա նրա սիրած ինչպես ասեմ, կառույցն է, իր երեխան է քաղաքական։ Պես որ դա ոչ թե Երևանի իհարկե, այլ բացարձակապես Մակրոնի որոշումներն էր, անգամ ցանկն էր կազմում Մակրոնը, եւ այն, որ Զելենսկին եկել է, Տիխանովսկայան է եկել, Կարնին է եկել, դա այդ ամենը դա Ֆրանսիայի նախաձեռնություն էր, պատահական չէ, որ Մերցը որոշեց չստվերել Մակրոնի դերակատարությունը եւ չեկավ ոչ թե այն պատճառով, որ նա չէր ուզում գալ Երևան, այլ պարզապես նա որոշեց թողնել այդ ամենը նախաձեռնողին Էմանուել Մակրոնին։ Երևանում շատ ճիշտ Հայկը նկատեց, որ վախվորած էին այդ ամենին վերաբերվում եւ համարյա բացի այդ արտաքին շքեղությունից որևէ լուրջ վերլուծություն չարվեց, մարդիկ չհասկացան ինչ կատարեց։ Իսկ գիտեք ինչ կատարվեց։ Ոչ թե մեկ ոսկե ձկնիկ եկավ մեր ջրերը, 40 ոսկե ձկնիկ եկան։ Եվրախորհրդարանը, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, Եվրոպական խորհուրդը, ով պետք է ստեղծել ամբողջ աշխարհն էր այստեղ, այո, այսինքն քաղաքակիրթ աշխարհը բացի Միացյալ Նահանգներից բնականաբար այստեղ էին։ Պատահական չէ, որ թուրքերը խուսափեցին, պատահական չէ, որ Ադրբեջանը չեկավ, չնայած որ Փաշինյանը անհրաժեշտ համարեց ձայն տալ Ալիևին եւ Ալիևը Թուրքիայի ներկայացուցիչ կար, բարձրապես բարձր մակարդակ չէ։ Այո, դա ընդգծված էր, որտեղ ուրիշ տեղերից եկել էին նախագահները եւ վարչապետները։ Դա Թուրքիայի տեղը չէր։ Ուղղակի Թուրքիան որոշեց չկորցնել իր տեղը, բայց արեց դա գրեթե ստվերում։ Պես որ Երևանում չհասկացան ինչ կատարվեց, գերադասեցին անել այդպես, որ ժողովուրդը դա չհասկանա։ Ինչու՞։ Որովհետեւ նման դեպքերում երկիրը անում է պարզ քայլ, ասում է՝ դե գիտեք ժողովուրդ, հարգելի տիկնայք եւ պարոնայք, ողջ աշխարհին է ասում։ Քանի որ Եվրոպան այստեղ է, մենք էլ օգտվելով առիթից ասում ենք, որ մենք Եվրոպա ենք գնում։ Մենք օրենք ունենք, մենք երկրի ճնշող մեծամասնության հարցումները ունենք Եվրոպամետ։ Մենք կատարում ենք մեր ընդունած օրենքը եւ հայտարարում ենք, որ Հայաստանը եվրոպական երկիր է, մենք սկսում ենք այդ դժվար, բազմաչարչար, տարիներ տևող գործընթացը, բայց մենք սկսում ենք դա եւ դա անմիջապես բերելու էր կարևորագույն արդյունքներ, անվտանգությունը, տնտեսական զարգացումը, ազատ տնտեսական գոտի, որը ոչ թե Թուրքիայի լավություն կլիներ, տեսեք նրանք սահման են բացում։ Իսկ ինչ կարող եք դուք անեք չբացեք, եթե Հայաստանը ուղարկեր հայտ եւ դառնար տեխնացու։ Դուք պարտավոր եք որպես մեկ այլ տեխնացու երկիր, որտեղ Թուրքիան էլ է այդ պատճառով ստացել արտոնությունը եւ մտնում է եվրոպական ազատ տնտեսական գոտի եւ իրանք իրավունք չունեն փակել որևէ այլ անդամ կամ տեխնացու երկրի արչեւ սահմանը, թե չէ կորցնելու են բոլոր արտոնությունները։ Այսինքն այդ ամենը ժողովրդին չեն ասում, ներկայացնելով, որ տեսեք մենք ինչ ենք արել, մենք այստեղ ում ենք բերել։ Երևանը հյուրանոց էր դարձել։ Այսինքն Հայաստանում կա Մոսկվայի տուն, Ռուսաստանի տուն, բայց Եվրոպայի տուն Հայաստանում չկա։ Եվ Հայաստանը այդ օրերին դարձել էր եվրոպական հյուրանոց։ Մարդիկ եկան, նայեցին, ծափարեցին, կերան, խմեցին, կենացներ, ասեցին եւ գնացին։ Հայաստանի համար որևէ կարևորագույն հնարավորություն դրանից շանս չիրականացավ, որովհետեւ Հայաստանի իշխանությունները, ինչպես մենք մի քանի ժամ առաջ լսեցինք վարչապետից եւ արտգործնախարարից, չեն պատրաստվում քաղաքական ապահարզանի Ռուսաստանից։ Այսքան բա։ Հայկ Դե ընդհանուր առմամբ կիսելով գործընկերոջս հնչեցրած թեզերը, այո, այդպես է։ Եթե կարճ Հայաստանը եւ Եվրոպան ունեն ընդհանուր եւ բնական շահեր, եւ այն օրվանից, երբ որ մենք տեսնենք, որ Հայաստանը սպասարկում է իր բնական շահերը, որը համընկնում է մեծամասամբ նաեւ մեր եվրոպացի բարեկամների, գործընկերների հետ, այդ թվում նաեւ Ուկրաինայի հետ, մենք կարող ենք ասել, որ Հայաստանը այլևս բռնել է
ինքնիշխանության ուղին։ Ասեմ ավելին դրա ամենաուղիղ ցուցիչներից մեկը այն կլինի, որ Հայաստանը Ուկրաինայի հետ ռազմարտությունաբերական կամ ռազմական ուղիղ եւ սերտ համագործակցություն սկսի։ Հենց դա կլինի ամենացայտուն ցուցիչներից մեկը, որ մենք իսկապես ինքնիշխան պետություն դառնալու ճանապարհին ենք, եւ դրանից հետո նոր մենք ունենանք արդեն այն մեծ ձեռքբերումներն ու նվաճումները, որոնց մասին մենք այդքան ենթադրում ենք, ցանկանում ենք, հուսով ենք, հա, այդ ուղղությամբ փորձում ենք ջանքեր գործադրել եւ այլն, բայց քանի դեռ մենք կառավարում ենք այս իշխանությունների օրոք, քանի դեռ կառավարող ուժը կառավարման համակարգը մեր պետության չի փոխվել, կառավարման տրամաբանությունը չի փոխվել, մեր տնտեսական տրամաբանությունը չի փոխվել, ամեն ինչը տենց իներցիայով մնացել է, ոնց որ եկել է Սերժից, Սերժ Սարգսյանից, ոնց որ դրանից առաջ Ռոբերտ Քոչարյանից, Լևոն Տեր-Պետրյանից, դրանից առաջ կոմունիստներից, ասենց իներցիայով եկել է, մենք այդ իներցիայով շարունակում ենք ապրել եւ ձևացնել, որ մենք ինքնուրույն ենք, ես ենք անում, մենք անում, բայց ցավոք ամեն ինչ այդքան էլ չէ, Ինչ վերաբերում է այդ բանին, այդ կարևորագույն այդ միջոցառմանը, մեզ մոտ դրանք շատ մակերեսային ներկայացվեցին, ավելի շատ ցույց էին տալի լրատվամիջոցները, թե ինչպես է Մակրոնը երգում։ Ասենք, այնտեղ կարևորագույն քաղաքական մեսիջներ կար, բաներ կար, մարդիկ լուրջ հարցերի մասին են խոսում, անվտանգությունից, պատերազմից, միջև տիեզերք, ինչի մասին ասես խոսում էին, արհեստական բանականության մասին են խոսում, այս հիբրիդային պատերազմների մասին են խոսում, նաև հենց լրատվամիջոցների, շրջանակներում Ռուսաստանի բացասական դերակատարման մասին են խոսում, թե ոնց է մանիպուլացնում հանրություններին ոչ միայն իր մերձակա այդ հարևանները, այլև ամբողջ աշխարհում, ինքը մանիպուլյացիոն ահռելի բացասական դերակատարում ունի, մեծ ազդեցություն ունի, այդ ամեն ինչից խոսում էին, այդ ամեն ինչից մեր ազգային ժողովը նույնպես խոսում է, երբ որ անհրաժեշտ է, բայց եկել են այստեղ մարդիկ ոչ թե պարզապես բողոքում էին, ոնց որ մեր մոտ, այլ լուծումներ էին առաջարկում, քննարկում էին։ Դրանց մասին մեր լրատվամիջոցները չանդրադարձան, մեր հայ հանրության այդ մասին այդպես մեսիջներ չգնացին, լուծումների մասին կամ քննարկումը համատեղ ինչպես են այդ իրարամերժ նաև, շահեր փորձում է տարբեր երկրները ոնց են աշխատում այդ ուղղությամբ, ոնց են այդպես համատեղ ինչ-որ որոշումներ կայացնում, այդ ամբողջ process-ի փոխարեն ցույց են տալի Մակրոնը երգում է, քայլում է, դե մարդիկ նկարվում են, բան, sense ձևական, ամեն ինչը ձևական ու sense ցավալի է, շատ ցավալի է եւ հետևանքները նորից եմ ասում լավ չեն լինելու։ Ես Սփյուռքից նայելով գիտես հույս ունեմ, որ կփոխվի, սովորելու բան է, այս լավ ասաց Տիգրանը, որ ռուսական տուն կա, եվրոպական չկա, հուսամ հենց Հայաստանը ինքը կդառնա Եվրոպայի տուն, որովհետև Հայաստանը այդ քաղաքակրթության գլխավոր մասն է, մասերից մեկը լավ sense ասա, մի քիչ կիսվենք ուրիշների հետ։ Թրամփը Չինաստան գնաց, ինչ տպավորություն թողեց, Թրամփից հետո Պուտինը գնաց էլի ուզում էր գազ ծախեր Չինաստանին, ոնց որ էլի չի ստացվում, եկեք փորձենք հասկանանք այս երկու այցերից ինչ կա Հայաստանի համար, որովհետև իրենցով ինչ որ բաներ խոսում են, ինչպես դա կանդրադառնա այդ այցերը, ինչպես կանդրադառնան Հայաստանի վրա։ Թրամփը գնաց Չինաստան եւ դա ազդակ էր, որ աշխարհը նորովի կիսվում է եւ երկու գլխավոր գերտերություններն են Չինաստանը եւ Միացյալ Նահանգները։ Նրանց մեջ չկա Ռուսաստանը, որովհետև աշխարհը կիսվում է Ռուսաստանից առանց Ռուսաստանի եւ Ռուսաստանի հաշվին։ Ռուսաստանը անունը այնտեղ գրեթե չէր տրվում։ Երկու կամ 3 օր անց Թրամփից հետո եկավ Պուտինը եւ Ռուսաստանի նոր դերը ամբողջությամբ երևաց հենց այդ համեմատության մեջ։ Թրամփը բերեց իր հետ տասնյակից ավել գերհզոր կոնցեռներ, Amazon, Tesla, BlackRock, Blackstone, Nvidia, այսինքն այդ կոնցեռները ավելի հարուստ են, քան մի քանի տասնյակ պետություններ միասին վերցրած։ Նա բերեց փաստորեն տեխնոլոգիան, ցույց տալու համար, որ ահա տեսեք, մենք ունենք զենք, մենք ունենք փող, մենք ունենք տեխնոլոգիաներ։ Չինաստանը այդ ամեն ինչին վերաբերվեց շատ սառնասիրտ, որևէ քաղաքական ճեղքում տեղի չունեցավ։ Չինաստանը պնդեց, որ Թայվանը միևնույն է լինելու է իրենը, եւ մեծ հաշվով Թրամփը չհակադրվեց այդ հարցում, ավելին Թայվանում խոճապ է, որովհետև արկախված է
զենքի հերթական տրամադրումը Թայվանին։ Նույնը տեղի չունեցավ որևէ առաջընթաց Իրանի հարցում, եթե հույս ուներ Թրամփը, որ Չինաստանը կհամաձայնվի միասին ճնշում գործադրել Իրանի վրա, դա տեղի չունեցավ եւ ահա ինչու Թրամփը նորից վերջնագրերը եւ ժամկետներ է տալիս Իրանին։ Չինաստանը հասկացրեց, որ ինքը շարունակելու է աջակցել նաեւ Իրանին։ Պուտինը իր հետ բերեց իր նախարարներին եւ իր գրպանային օլիգարխներին, բայց դա ցույց տվեց միայն մի բան. Ռուսաստանը վերջնականապես դառնում է Չինաստանի կցորդը։ Ռուսաստանը կորցրեց գերտերության իր դերը։ Զենքը փաստորեն այնքանով է կարևոր, որքանով թույլ կտա Չինաստանը։ Չինաստանը փաստորեն հանդես է գալիս որպես Ռուսաստանի առայժմ մեծ եղբայրը, իրականում տիրոջ ու ծառայի հարաբերություններ են ձևակերպվում։ Չինաստանը համաձայնվում է մեծահոգաբար գնել ռուսական նավթն ու գազը ծիծաղելի գներով, եթե համեմատենք այսօրվա միջազգային գները, բայց Ռուսաստանը դրան է պատրաստ։ Ռուսաստանը արագ դառնում է հյուսիսային Կորեա, այսինքն հաճախորդ պետություն Չինաստանի մոտ։ Չինաստանը տրամադրելու է Ռուսաստանին կենցաղային տեխնիկա, էլեկտրոնիկա, մեքենաներ, այլ պարագաներ, դիմացը ստանալու ընդամենը հումք, եւ Ռուսաստանը գնում է այս ճանապարհով։ Ինչ կապ ունի այս ամեն ինչին Ռուսաստանը։ Շատ ուղիղ։ Բանն այն է, որ գրեթե նույն օրերին մենք չնշեցինք եւս մի կարևորագույն իրադարձություն։ Հնդկաստանը եւ Եվրոպան գրեթե ստեղծեցին ազատ տնտեսական գոտի, հրաժարվելով 96 եւ 99% մաքսատուրքերից միմյանց վերաբերյալ, այսինքն զրոյացնելով մաքսատուրքերը, դա նշանակում է, որ Հնդկաստանը եւ եվրոպական միությունը միավորվում են որպես տնտեսական գոտի։ Նրանց ճանապարհը պետք է որ անցներ Իրանով, Հայաստանով, Վրաստանով եւ Ուկրաինայով, սև ծովով, եւ դրա համար նախ կանխատեսելով դա 10 տարուց ավել 2016-17 թվականին Եվրոպան սկսեց իրագործել հյուսիս-հարավ ճանապարհը։ Մենք գիտենք, որ հյուսիս-հարավ ճանապարհը հիմա մեղմ ասած սառեցված է, նաեւ Իրանում տեղի ունեցող սառեցված, բայց չավարտված պատերազմի պատճառով, բայց մեզ կերակրում էին Թրիպի գաղափարով, որը ներկայացվում էր որպես արևելք-արևմուտք մեծ տրանսպորտային ճանապարհ։ Ես հորետես եմ այդ առումով, հիմնական այն պատճառով, որը հենց այս օրերին Չինաստանում ապացուցվեց։ Միացյալ Նահանգները չեն կարող լինել Չինաստանի գործընկերը։ Նրանք մրցակից են, երկու գլխավոր մրցակիցներ են։ Երրորդը դա Եվրոպմիության եւ Հնդկաստանի միավորված գերտերությունն է 2 միլիարդ բնակչությամբ եւ 1/3 արդյունաբերությամբ աշխարհի։ Իսկ արևելք-արևմուտքը, որը անվանում են Թրիպի ճանապարհ, որը անվանում են Մեղրի կամ Զանգեզուրի միջանցք, մնում է փաստորեն թուրք-ադրբեջանական ներքին ճանապարհ, որովհետեւ Միացյալ Նահանգները չեն թույլ տա, որ Չինաստանը օգտվի այդ ճանապարհով, քանի որ Թրամփի շահերին այսօրվա 2026 թվականի դա բացարձակապես չի համապատասխանում։ Դա հակասում է նրա ռազմավարությանը, ոչ միայն Թրամփի, Միացյալ Նահանգների խորագույն բաներին։ Այդպես որ իներցիայով հայկական մասը Թրիպի դեռ շարունակում է քննարկվել, ասում է, որ 140 թե 160 միլիոն դոլար է տրվելու համեմատեք գումարները, օրինակի համար ասեմ, որ Եվրոպան տրամադրել է հյուսիսարավին 2 միլիարդ եվրո, անգամ ավել, եւ այդ ճանապարհը իսկապես ռազմավարական է։ Այդպես որ Հայաստանը Չինաստանի հետ չի կարող լինել, որովհետեւ այդ ճանապարհը Թուրքիայի վերահսկողության տակ է լինել։ Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստանը դուրս է մղվում տարածաշրջանից եւ Կենտրոնական Ասիան իրականում այդքան մեծ կարևորություն Եվրոպայի համար չի ներկայացնում։ Ես կարծում եմ, որ ավարտելով միտքս ասեմ, որ ամենակարևորը այս ամեն ինչի համար
այն է թե ինչպես կավարտվի Իրանի ճգնաժամը ոչ միայն պատերազմի Միացյալ Նահանգների հետ, այլ քաղաքական ճգնաժամը, որտեղ պատերազմը ընդհանրապես երկարաձգեց իսլամական ռեժիմի կյանքը, բայց իսլամական ռեժիմը հասցրել է Իրանի հասարակությանը ծայրահեղ ծանր վիճակի եւ դրա հանգուցալուծումը դեռ առջևում է։ Ես վստահ եմ, որ Իրանը կազատագրվի եւ ահա երբ է, որ Հայաստանը կշնչի եւ կդառնա իրական կամուրջ Միջին Արևելքի, Հնդկաստանի, Իրանի եւ Եվրոպայի միջև։ Այսքանը։ Դες Հայաստանի վերաբերող թեմաներին ձեր կարծիքներին չեմ խառնվում, բայց թրիփի առումով ասեմ միջազգային է, ամենասկզբից եղել եմ կողմնակից, ասեմ ինչու թրիփը Չինաստանի համար չէ, թրիփը հենց այն կողպեքն էր Չինաստանի, Թուրքիայի եւ այլերի համար։ Քաղաքականություն է, այս նման քայլեր են պետք, որ հիմա արդեն իներցիայով դեռ կամ հատուկ պրոպագանդայի համար թուրքական մամուլը դեռ Զանգեզուրի միջանցք է ասում, Զանգեզուրի միջանցք չկա, կա թրիփ, եթե լինի թրիփ է լինելու, եթե չի լինելու թրիփ, Զանգեզուրի միջանցք չի լինելու։ Սա քաղաքական քայլ է, իմջելուց հյուսիս-հարավին չի հակասում, հյուսիս-հարավը եվրոպական մղումներով, եթե հայկական քաղաքական կամ լինելու է, երկուսն էլ լավն են, երկուսն էլ պետք են, երկուսն էլ օրակարգային են, մեզանից է կախված ինչպես կիրականացվի, երկուսն էլ հնարավորություններ են։ Զուտ չհամարեք միջամտություն, պարզապես այդ թեմայի մեջ եմ, ես որ լսում եմ թրիփի հանդեպ այլ մեկնաբանություններ, չեմ կարող չմիջամտել այս թեման ասել, որովհետև սա ներհայաստանյան չէ, ներհայաստանը ձեր կարծիքները դրանք կարևոր են, սա արտաքին է, ես արտաքին դաշտում միշտ Հայաստանի կողքին եմ, պաշտպանում եմ Հայաստանի շահերը, այս հարցում նույնպես թեմայի մեջ եմ, գիտեմ ինչը ոնց է եւ հստակ ասում եմ, սա Չինաստանի հետ կապ չունի եւ չի կարող ունենալ, սա կողպեք է Չինաստանի համար, սա նաեւ կողպեք է Զանգեզուրի միջանցքի համար, մնացածը մեզանից է կախված։ Հայկ Այստեղ կուզենամ այդ միտքը շարունակել։ Սա ըստ էության ամերիկյան կողմը դեպի Չինաստան, Եվրոպայից դեպի Չինաստան գնացող այդ ճանապարհի վրա մի փոքրիկ հատվածում նա ունեցավ վերահսկողություն։ Այդ վերահսկողությունից մենք նույնպես կարող ենք օգտվել, բայց հաշվի առնելով մեր կառավարող շրջանակների որակները, ակնհայտ է, որ մենք հիմա դրանից դժվար թե որևէ էական կամ նշանակալի ձեռքբերումներ ունենանք։ Հենց դրա համար է, որ մեր հայկական կողմից հիմնականում տենց խորը սկեպտիցիզմով են վերաբերում թրիփին եւ այն այստեղ շատ ակնհայտ երևում է, որ ինքը Զանգեզուրի միջանցքի տրամաբանության մեջ է, ցավոք սրտի մեր մոտից մեր դիտանկյունից ինքը այդ տրամաբանության մեջ է երևում։ Այն բան, երբ որ ինքը սկսի իսկապես գործել եւ Հայաստանը դրանից կարողանա օգտվել, մենք նույնպես կունենանք լծակ, որտեղ այդ որոշակի բացել, փակելու, ասենք կամ չգիտեմ որևէ ինչ-որ սահմանափակումներ դնելու բանի մի խոսքով որոշակի լծակները կարծում եմ այնուամենայնիվ մենք ունենանք եւ դա մեր հնարավորությունները կբարձրացնի։ Ինչ վերաբերում է ամերիկա-չինական կամ ռուս-չինական այդ հարաբերություններին, ակնհայտ է, որ Տրամպը առաջարկով էր գնացել Չինաստան, ակնհայտ է, որ Տրամպը իրանական կամ Հորմուզի ներուցիչ ճգնաժամից հետո ամենաուժեղ դիրքերից չէր գնացել Չինաստան, կարծում եմ նաև ակնհայտ էր, որ չինական կողմը չընդունեց այդ առաջարկները, բայց որոշակի ձեռքբերումներ ունեցավ, ամենայն դեպս միայն այն հանգամանքը, որ բանում այդ լարվածություն է ստեղծվել Թայվանում, լարվածություն կամ ինչ-որ անհանգիստ միջավայր է ստեղծվել, կարծես թե դե իրենք մոտ են, եւ մի քիչ ավելի շատ ուշադրություն դարձեցին միգուցե տողատակերին ավելի լավ են տիրապետում, կա տեսակետ, որ Տրամպը հանձնեց Թայվանը, դրա դիմաց չստանալով գրեթե ոչինչ, չգիտեմ, ես այստեղ շատ բան չեմ կարող ասել, որտեղ իրավիճակին լավ չեմ տիրապետում, մենք հարազարշավ է թեժ շրջանում ենք հիմա գտնվում, ավելի շատ ոնց որ ներքաղաքական process-ների մեջ ենք եւ դրան ինչքան որ հետևում եմ, ինչքան որ հասցնում եմ, այդքան եմ հետևում, էլի ոչ ամբողջությամբ, բայց կուզենայի նաեւ անդրադառնալ ռուս չինական հարաբերություններին, այնտեղ շատ միանգամից շատ ակնհայտ եղավ, էլի ոնց որ գնում են տիրոջ մոտ, այդ շատ կարեւոր է հասկանալ Չինաստանը էժան գնով աննախադեպ էժան գնով, Ռուսաստանից գնում է իրեն անհրաժեշտ բոլոր այդ բաները, ռեսուրսները եւ նրան վաճառում թանկարժեք բաներ, ինչա
product, պատրաստի product, հա։ Նույն կերպ Ռուսաստանը վարվում է Հայաստանի հետ։ Այն հարաբերությունները, որ կան Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, հիմա այդ նույն հարաբերությունները ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Պուտինը այդ նույն հարաբերությունները կարողացել է ստեղծել կամ ձևավորել Չինաստանի հետ։ Եվ մենք տեսանք, որ Ռուսաստանը երբ որ իրեն փորձում էր այս պատերազմի արդյունքում դառնալ աշխարհի հզորների հետ հավասար սեղանի հետ նստել, նա իջավ, փոքրացավ, գնաց նստեց Կիմ Չեն Ինի կողքը, Սին Ցինպինի սեղանին մոտ, բայց ոչ նրան հավասար, դա շատ հետաքրքիր զարգացում էր, մեր աչքի առաջ տեղ ունեցավ, դա նույնպես հետաքրքիր էր, նման իրադարձություններ մենք սովորաբար երբ որ պատմություն էինք սովորում, այն դպրոցական կամ ուսանողական ժամանակներին, առաջին, երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ ես կարդում ենք, եւ ես մտածում եմ, այս ինչ հետաքրքիր իրադարձություններ, այս ինչ բաներ են եղել, մենք հիմա այդ ամենը մեր աչքերի առաջ on-line ռեժիմում տեսնում ենք, թե ինչպես է նոր աշխարհ կերտվում, ինչպես է հին աշխարհը ոչնչանում, այդ բոլոր այդ բարքերը բաներ լինում եւ մի հետաքրքիր բան այնուամենայնիվ իմ ականջին շատ սուր հնչեց, որ ռուս-չինական կողմը հանդես էր գալիս աշխարհի ներկա կարգի պահպանման դիրքերից, հա, չնայած որ նրանք բան էին, այդ ՄԱԿ-ի բոլոր այդ սկզբունքները գրեթե, հա, այդ գործող աշխարհակարգի հիմնական քանդողներն էին, հա, դրան հակառակողներն այդ աշխարհակարգի տեսանկյունից հիմնական հանցագործներն են, եւ նրանք մեկ էլ ինչ-ինչ իրադարձություններից հետո հանդես են գալիս այդ կոչով, որ եկեք պահպանենք աշխարհի այս գործող կարգը բան, ինչու, հա, իմ կարծիքով նրանք սովորել են շրջանցել, հա, գործող կարգերը, այս գործող օրենսդրական, հա, այսպես ասած աշխարհի կարգերի պայմաններում կարող են շատ լավ շրջանցել, իրեն զարտուղի ճանապարհներով հասնել իրենց ուզածներին եւ իրենց ձեռնտու է հիմա, հա, ինչպես ասենք Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա եւ չդարձավ կամ չեղավ ագրեսոր, հա, կամ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա եւ մի դրա համար մեղադրում էր ում ասես, հա, ՆԱՏՕ-ին է մեղադրում, Ուկրաինային է մեղադրում, ժողովրդին է մեղադրում, ում ասես մեղադրում, բացի նրանից, որ ինքը ագրեսիայի ակտը ինքն է կատարել, հա, եւ նույն կարծում այդ նույն միջոցներից, այդ նույն տրամաբանությամբ կգործի նաեւ Չինաստանը Թայվանին նկատմամբ, բայց թե ինչ տեղի կունենա, դրանից հետո ինչ զարգացումներ տեղի կունենան, դժվարանում եմ ասել, դա կարծես թե ոնց որ ավելի մեծ, շատ ավելի վտանգավոր պատերազմի հոտ է գալիս դրանից, արդեն աշխարհի ուժերներն են, ծանրակշիռ են, բաներն են մասնակցելու, իսկ դա ինչ հետևանք կունենա, չգիտեմ։ Ամենայն դեպս մի բան ակնհայտ է, որ եթե այս պատերազմում, հա, այս Ամերիկա եւ Չինաստանի այս հակամարտությունից, եթե ամերիկյան կողմը հաղթի, մենք մոտավորապես պատկերացնում ենք նոր աշխարհակարգի ինչ տեսք կունենա, եթե չինական կողմը հաղթող դուրս եկավ, ես ենթադրություններ ունեմ, հա, թե ինչ տեսք կունենա եւ պետք է պատրաստ լինել այնուամենայնիվ երկու սցենարներն էլ, որտեղ պատերազմը մեկ անկանխատեսելի հետևանքներ է ունենում։ Ոնց որ ոչ մեկ չէր կարող ասել, թե Ուկրաինան ինչպես կարող էր, ինչ հաջողությամբ կարող է պայքարել Ռուսաստանի դեմ եւ ինչ ձեռքբերումներ ունենալ, նույնը մենք չենք կարող ասել, օրինակ, հա, այդքան ակնհայտ չի հիմա Ամերիկայի ռազմական բանը առաջ լինելը, ռազմական տեսանկյունից առաջ լինելը Չինաստանից, որովհետև Չինաստանը մեծ հաջողությամբ օրինակ օգնում էր Պակիստանին, Հնդկաստանի դեմ, հա, մենք տեսանք այնտեղ նոր տեխնոլոգիաների կիրառում, որտեղ ինքնաթիռների այդ օդային մենամարտում ֆրանսիական եւ արևմտյան, հա, ասենց ասեմ, առաջադեմ տեխնոլոգիաները որոշակի կորուստներ ունեցան, մենք տեսնում ենք Իրանին, հա, չինական օգնությունը, որտեղ որոշակի չափով, հա, մեզ տեսանելի եւ հասկանալի արևմտյան տեխնոլոգիաների որոշակի ինքը հետ քայլ են կատարում, հա, բայց մենք տեսնում ենք նաեւ նոր, հա, նոր փորձարկումներ արևմտյան կողմի, միլիարդավոր, հարյուրավոր միլիարդավոր դոլարների այդ ներդրումները, արհեստական բանականության շրնդալից հաղթանակն ենք տեսնում այդ արևմտյան կողմից եւ դրա իմիտացիան ենք տեսնում չինական կողմից, չգիտեմ ինչ կլինի, ամենայն դեպս լուրջ բախում է լինելու, ես հուսով եմ, որ բարի ուժերը կհաղթեն այնուամենայնիվ, այ մեզ համար լավ կլինի, այսքանը։ Ընտրությունների ընթացքից խոսենք վերջում, ինչով է տարբերվում նախորդներից, ոնց որ սպասված սցենարով է գնում հին ու նորի առճակատում,
բայց բարձ չէ թե նորով է, հա։ Ընտրությունները առաջին անգամ երևի առանց ընտրության են։ Դա ոչ թե հնի ու նորի, դա երկու հնի մեջ ոչ թե պայքար, այլ մրցակցություն Ռուսաստանի եւ նաեւ Բաքվի ու Անկարայի բարեհաճության համար։ Դա կերակրատաշտակի կողքը հայտնվելու մրցակցություն է։ Երկու կողմերն էլ դիմում են Պուտինին, երկու կողմերից մեկը Պուտինին ավելացնում է նաև Ալիևին, դա է միակ տարբերությունը, այսինքն ընտրությունը Երևանում, Հայաստանում կներեք, Պուտինի եւ Ալիևի միջև է։ Նման խայտառակություն ես չեմ հիշում։ Եւ այդ առումով ես դեմ եմ այդ ամեն ինչին ու քանի որ իմ այսօրվա զրուցակիցը մեր այսօրվա զրուցակիցը Հայկը ներկայացնում է բոլորի դեմ եմ, կարծում եմ որ այս առումով այդ խոսքը կոչը եւ գաղափարը միանգամայն ճիշտ են։ Պետք է Մերկուցիոյի պես ասել ժանտախտը ձեր երկու տների վրա։ Շնորհակալություն, շարունակեմ այդ միտքը, այո, իսկապես այս ընտրությունները 21 թվականի ընտրությունների տրամաբանական շարունակությունն են, ուղղակի դերակատար, որոշակի դերակատարներ են, հա, փոխվել, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը այնքան են սպառվել, որ Նիկոլ Փաշինյանի համար նոր sense Ռուսաստանից եկող թշնամի է անհրաժեշտ, հա, Չակերտյան, այսպես ասած, որը շատ լավ խաղում է միգուցե այս ամենին բան, չցանկացող, այս դերակատարում այդքան էլ չցանկացող Սամվել Կարապետյանը, ով հանգիստ կարող էր իր միլիարդները վայելել այլտեղ, բայց նրան բերեցին, այստեղ ցակեցին քաղաքական գործոն, անհրաժեշտ էր նրանց այդ ցակել գործոն, ցակեցին գործոն։ Հիմա այո, ես նաև կիսում եմ իմ գործընկերոջային պնդումը, որ այս ընտրություններին հա մի քիչ ավելացել է այդ ադրբեջանա-էրդողանական բանը, այդ սոուսը, հա, կարծես թե, եւ որը շատ լավ օգտագործվում է բաների կողմից, այդ ռուսասեր զանգվածի կողմից, բայց հենց նրանք էլ քանի որ այդքան անլրջացնում են, թույլ տվեք այս կերպ ասել, այնքան են ասում, այնքան են շահագործում, տեղ-տեղ նաև չափազանցնում են, որ քաղաքացիների համար նաև դա դառնում է արդեն կարծես թե բան, տենց ականջի համար դառնում է սովորական եւ այդ ռիսկը, այդ վտանգը սկսում են արդեն լուրջ չընդունել, ինչը հենց իրենով արդեն իսկ հետևանքներ ունենալու, ծանր հետևանքներ ունենալու մեր համար։ Եվ մի բան այստեղ կուզենայի ավելացնել, բոլորին դեմ եմ շարժումը ամենատարբեր մարդկանց է բանարել, միավորել 3 այդ օրակարգային հարցերի շուրջ եւ այստեղ բոլոր հնչեցրած իմ կարծիքները դրանք բացառապես իմն են եւ բոլորին դեմի հետ որևէ կապ չունեն, կարծում եմ այսքանը։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտնում մեր լսարանի համար, բայց արտաքին քաղաքականությունից խոսել պետք է, չնայած օգնություններից էլ խոսեցինք։ Հայկ Իմջալոց, եթե չհաղթեք, բայց անցնեք պարլամենտ, հիմա էլի 100 օր հետո պետք է վայր դնեք մանդատները, թե պետք է շարունակեք պայքարել։ Չէ, եթե չկարողացանք մեր օրակարգը պարտադրել մյուս մեծ կողմերին, պարզապես մանդատները վայր են դնել դուրս գանք, էլի մենք չենք ուզում բոքսի տանձիկ դառնանք կամ չենք ուզում գնալ լստել այնտեղ, որ իրենք ջրի շշով մեզ խփեն ու մենք տենց ուղակի պարզապես չկանանք, անիմաստ է։ Տեսել ենք էլի ինչ են անում ընդդիմության ներկայացուցիչները այնտեղ, այսպես կոչված ընդդիմության ներկայացուցիչները, մենք չենք ուզում այդ կարգավիճակում հայտնվել։ Ձեր իրավունքն է։ Շնորհակալ եմ եւ մինչ նոր հանդիպում։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալ։